Շնորհակալ եմ պարոն Ափինյան, ընձեռված հնարավորության համար, շատ կարևոր է, որ այսօր գնահատում են ժամանակակից ստեղծագործողներին, ժամանակակից գրականությունը և ձեր նման քննադատը, որ այդպես բարձր է դասում ժամանակակից գրողներին, ինչպիսիք են Ռազմիկ Դավոյանը, Փանոս Չերանյանը և այլոք, ինձ համար մեծ պատիվ է, որ ես էլ կանգնում եմ իրենց կողքին և դառնում եմ մի մասը մեր պատմության, ինչպես գրականության, այնպես էլ երաժշտության ասպարեզում, ես ինձ փորձում եմ ցուցաբերել ամենալավ և ամենաորակյալ կողմերից, չսայթաքելով, ճիշտ է, պատահում է, որ սայթաքում ես, բայց աշխատում եմ չսայթաքել և այսօր երաժշտական մասը մի կողմ կդնեմ և գրական որպես բանաստեղծ ձեզ համար մի երկու բանաստեղծություն կկարդամ իմ նորաթուխ գրքից, որը վերջերս տպագրվեց, լույս ընծայվեց, Եթերի ծանդին, շնորհակալ եմ, շնորհանդեսի համար նախապես կտեղեկացնեմ։ Սկսեմ առաջին բանաստեղծությունից, որը գրել եմ 22 թվականին, երբ գնացել էինք Արցախ համայնքական գրողների միությունով և այնտեղ վերադարձի ճանապարհին մենք անցանք այդ ադրբեջանական դիրքերի կողքով, որոնք Շուշիին էին արդեն գրավել և ինքստիքյան ծնվեց այս բանաստեղծությունը, խոսք մթության կամաղոտ քրեշտակին։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ասա երանելի ով հրեշտակ, ձայնիր ձայնդ լսեմ աղոթքներդ շիտակ և հասկանամ ինչու լույսը մարեց։ Մթության գորշ ու մռայլ պատկերներում առաջվա պես չկան ճերմակաղավնիներ և ագռավներն են հար նրանց դիվահարում, որ չլինի երբեք խաղաղ կյանքի պատկեր։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ձայնիր ով հրեշտակ երանելի, շողակաթով ճերմակ զենք ու շարաչ երգիր, որ խլանա ձայնը ագռավների։ Մեկ բանաստեղծություն էլ կարդամ, որը ևս գրել եմ, բայց արդեն ոչ թե վերադարձի ճանապարհին, այլ հենց Արցախում, երեկոյան այդ արցախյան հովին, կարելի ասել նստած։ Արցախյան լեռներ կային այնտեղ կար հաշտություն, լույս կար, փարված քաջած հողին, և ես էի այնտեղ, և դու էիր այնտեղ, և այնտեղ էր արևանիստ հոգին, այնտեղ լռություն կար, վերք կար, նաև ցասում, այնտեղ գետեր կային առնաթաթախ, այնտեղ էինք և մենք, մեկ արև, մեկ լուսին, մարդկանց սրտից խոսող հոգին խաղաղ, այնտեղ արթնացում կար, ժամանակ հաղթության, ժամանակ աննկուն աղոթքների, այնտեղ նաև չքնաղ, անզուգական մարդիկ, գահն էր այնտեղ հաղթող աստվածների, ձորեր կային այնտեղ, աշխարհակալ լեռներ, մամռակալած վանքի դռներ գոցված, իմ հոգին է այնտեղ, երազներս ճերմակ և օջախիս կրակը հուսաբեր։ Եվ ևս մեկ բանաստեղծություն կարդամ և այսքանով սահմանափակվեմ, որը գրել եմ, կարելի ասել, այսպես եթերային, գրքիս վերնագրից Եթերի ծանդին, այդպես ազդեցության տակ, ներեք ինձ այսօր, սրբեր հայրենի, Սարուխան, Զուլո, Շիրազ ու Սահյան, գերության մեջ է հողը հայրենի, իսկ ես գինի եմ ըմպում ձեզ նման, ճամփան եմ հարթում ես մաքարողի, գրիչս ահա քեզ է ծառայում, ներիր ինձ, երկիր, և դուք էլ ներեք, գինին է բուժում ցավը պոետի, ներեք ինձ այսօր սրբեր հայրենի, ճամփան եմ բռնել երգող պոետի, և ձեր օրհնությամբ խմում եմ գինին, զորացրու հոգիս, իմ հող հայրենի։ Շնորհակալ եմ։